Փաշինյանի հետ ես գործ չունեմ այմար։ Ժամանակին մենք քայլ արեցինք, որ ասենք ազատվենք հրեշներից, բայց փաստորեն ընկանք աղվես ձեռք, որ ով գլխին տալիս է խելոք լսում է էլի։ Շատ իմ կարծիքը դա է։ Ինքը միսուր այսօրվա դրությամբ Ադրբեջանը ինչ ուզում անում է, մենք ոչ մի բան չենք կարող անենք։ Դա փաստ է։ Տարածքները ուզեմ իր այդ գրաված այդ տարածքները հետ չի տալիս։ Մենք էլ խելոք նստած պերաշկի ուտելով, կարտոլ ուտելով բան ենք անում, ուզում ենք ընտրություն անցկացնենք։ Այդպես կլի բալա։ Չի ելեմ, էլի այդ ամեն ինչը չի ելեմ։ Չէ որ մենք էլ ուզում ենք մի քիչ լավ ապրենք, չենք կարող։ Դե ասում են խաղաղություն է, կրակոց չկա։ Խաղաղությունը գիտեք որն է, խաղաղությունը դա չի նշանակում, որ տերիտորիաներ հանձնենք։ Մենք սահման չունենք։ Մի սահման ունենք Թուրքիայի հետ, այդ Թուրքիան ինքը իրան զսպում է պահում։ Մենք սահման չունենք, ոչ Վրաստանի կողմից, ոչ Ադրբեջանի կողմից։ Սեղմում են Լենինից սկսած, Ստալինով վերջացրած, Բրեժնևով ու Խրուշչովով վերջացրած, Գորբաչովն էլ ավելի վատացրեց իրավիճակը։ Դեռ ժամանակին Ռաֆին է ասել այդ ամեն ինչը, որ եթե հայ ազգից մեկը դժվարության մեջ է անգնում, ավելի հեշտ է դուրս գալիս, քան թե մի քանի հոգով խառնում են իրար։ Ռաֆին մեծ մարդ է, մեծ փիլիսոփա մարդ է։ Հովհաննես Թումանյանը նույն ձևի։ Շիրվանզադայի հետ այս ամբողջ տարածքը ձիերով դեկտեմբեր ամսին այն ցրտերին հասել են, ես իմ որ քուրդերին ու թուրքերին, հայերին հասկացնել, որ քիչ է մնացել դիմացեք, բայց չի հնարչելա։ Անդրանիկն ինքն է ասել, ասում է ես գնում եմ մի գյուղ ազատագրում եմ, 5 գյուղ քուրդն ու թուրքը գրավում է։ Ոնց կարելի է։ Մեր այս թուլությունն էլ ունենք, մենք որ ասենք, գիտեք ինչ, մեր ազգին, մեր ներկայացուցին չենք վստահում։ Շատ ձևի։ Եթե մեկ հոգի վստահում են, անպայման կողքից քանդող կա։